Ուրիշ բան եղավ, ես մի ընկերության, որ հարգելի գործընկերոջ, որ բարձրացնում էր այդ հարցը, ասացի, կներեք, իսկ ձեր ընկերությունը ինչ պլանավորում ունի, այսինքն դուք ձեր գործունեությունը ինչ ժամկետի համար եք պլանավորում, ինքը ասեց 6 ամսից մի տարի, ասեց թե 5 տարի, 6 ամսից մի տարի, հա, ասեց դե մեր պլանները 6 ամսից մի տարի է, ասացի Էդ է պատճառը, որ դուք ասում եք դանդաղա, որովհետև դուք, մենք բոլորս, մենք նույն ձևի մտածող մարդիկ ենք, չէ՞, նույն մեկը կյանքը մեկին բերել է կառավարություն, մյուսին տարել է բիզնես, բայց նույն մարդիկ ենք։ Մենք ուզում ենք այսօր պլանավորենք 6 ամսվա պլան, այսօր ընդունում ենք, որ 6 ամսից պետքա իրականացնենք Եվ տանում ենք կառավարությանը համանքին ասում ենք դե շուտ արեք 3 օրում 4 օրում տեն չի լինելու ընթացակարգ կա այսինքն որպեսզի մենք ժամանակին անենք դա պետքա պլանավորվի ոչ թե մի շաբաթ առաջ այլ պետքա պլանավորվի 2 տարի առաջ որովհետև իրենք գալիս են կառավարության ընթացակարգերում կառավարական կամ համայնքի ընթացակարգերի մեջ եմ մտնում դե ասում ուշանում եմ քշի Բայց ասում ես մի րոպե եղբայր, սա տաքսի չէ, էլի, սա ավտոբուս է, որովհետև ավտոբուսը ունի իր երթուղին, ավտոբուսը ունի իր արագության ստանդարտը, ավտոբուսը ունի իր անվտանգության յուրահատուկ կանոնները, ավտոբուսը ունի կանգառներ, ինքը ամեն կանգառում պետք է կանգնի։ Հնարավոր չի բարձրանալ ավտոբուս եւ ակնկալել, որ տաքսի կամ այլ ավելի արագ տրանսպորտային միջոցի բանով տեմպով մենք կարող ենք առաջ գնալ։ Ուրիշ բան ավտոբուսը պետք է արագ լինի, բայց ավտոբուսը կարող լինի արագ լինի ավտոբուսի ստանդարտով։ Մենք չենք կարող ավտոբուս նստենք, ասենք ուզում ենք որ տաքսո արագությամբ քշես։ Չի լինի տենց, եթե մենք տաքսո արագությամբ քշենք, ուրիշ քաղաքացիներ, որ պետք է կանգառներում իջնեին, կսկսեն պատուհաններից թռնել կամ առնվազն միջադեպեր կլինեն ավտոբուսի վարորդի հետ։ Այսինքն մեր իրականության մեջ ես անընդհատ բախվում եմ դրան։ Ես անընդհատ ավելի խորանում իմ համոզմունքը, որ այս տրամաբանությունն է, որ մենք ավտոբուս ենք նստում, ուզում ենք տաքսո արագությամբ շարժվենք։ Եվ սա պետության էլի ոնց գալիս եմ, ոնց մտածում եմ պետության եւ ապա պետության միջև այդ ճեղքում է ամեն ինչը, որ մենք չենք կարողանում տենց էլ այդ ճեղքը լցնել այնուամենայնիվ արձանագրելով, որ պետությունը ուրիշ մարմին է, ինքը այլ կերպ է գործում, այլ տրամաբանությամբ աշխատում։ Էլի եմ ասում, ամենևին չժխտելով եւ ավելին գծելով պետության մարմինների էֆեկտիվության, արագության, բայց էլի եմ ասում, ինքը կարա արագ լինի ավտոբուսի արագության ստանդարտով, ավտոբուսի արագության ստանդարտով, որովհետեւ ինքը հանրային ծառայություն է։ Հանրային ծառայություններ մատուցում։ Հնարավոր չէ ծառայությունը մատուցել մեկին ի հեճուկս մյուսի շահերի եւ այստեղ շահերը երբեմն ոչ թե երբեմն պետք է հավասարակշռված լինեն եւ սա շատ կարեւոր տրամաբանություն է։ Բայց վերադառնալով էլի մեր իրականության մեջ էսպիսի բան կա, մի անգամ ես դա հրապարակային նույնիսկ ասացի, բերել օրինակներ։ Ասենք նույնիսկ մեր բանում, մեր քննարկումների ժամանակ հնչում է սենց, Էստոնիայում սենց է Էստոնիայում նենց է եւ էլ չեմ ասում առիթ ունեցել եմ ասելու դե Հայաստանում մենք բոլորս մեր 95%-ը Իսրայելի հարցով փորձագետ է Իսրայելի ու Սինգապուրի ինչ խոսում ես մեկ է հազարավոր մեկնաբանություններ Սինգապուրում սենց է Իսրայելում նենց է բանում ժողովուրդ մենք էս կներեք Այս խոսույթներն էլ նշանակում են էլի մեր բանը, մեր վերաբերմունքի անլրջությունը, որովհետև հատկապես պաշտոնական քննարկումների ժամանակ, եթե որևէ մեկը որևէ երկրի, որևէ օրինակի անուն տալիս է, ինքը պետք է գոնե նվազագույն փորձագիտական գիտելիքներ ունենա, թե ինչի մասին է խոսում։ Մեր իրականության մեծագույն խնդիրներ եւ ել եմ ասում, ընդ որ ես խոսում եմ մեր իրականության խնդիրների մասին, ստեղ ամենամեծ գայթակղությունն է նա, որ տպավորություն ստեղծվի, թե ես խոսում եմ ուրիշների մասին։ Ոչ, ես խոսում եմ առաջին հերթին իմ մասին, որովհետեւ ես այս հանրության
մի մասն եմ եւ մենք բոլորս մեր հանրության մի մասն ենք, բայց մենք պետք է ինքնահայեցում անենք, ասենք չի կարելի սենց, մեկ էլ բանի լուրերով ասենք մի հատ կամ բանում Facebook-ում կամ YouTube-ում մի հատ reel ենք նայում, բան տենց ու հաջորդ օրը չենք համբերում, որ օրը լուսանա եւ երբ ենք միկրոֆոն գտնելու, ասել որ գիտեք բանում Դանիայում սենց է։ Չի կարելի տենց անել։ Չի կարելի տենց անել։ Որտեւ հիմա ասենք ես այնքան Հայաստանում Էստոնիայի մասին այնքան բան եմ լսել, Էստոնիայի թվայնացման, Էստոնիայում հանրային կառավարման եւ այլն, ինչ գնացել եմ այնտեղ տեսել, 90%-ը կապ չունի այն ինչի օրինակը բերում են։ Էստոնիայում թվայնացում սենց է, ասում եմ, Էստոնիայում 2002 թվականից բանը ID քարտը պարտադիր է։ Եվ ես հարց եմ տվել, ասել եմ լավ, ո՞րն է գաղտնիքը, ժողովուրդ ջան, ասեք, ո՞րն է գաղտնիքը, որ դուք առաջատար երկիրն եք թվայնացման բնագավառում։ Եվ հնչել եմ հստակ ես ինձ թվում էր թե հեսա կասեն կմեջբերեն էստոնացի ժողովրդի առանձնահատկություններ, որը իհարկե կա, չի կարա, ամեն երկիր ունի իր, բայց ստացել եմ շատ պարզ պատասխան։ Մենք 2002 թվից ID քարտը դարձրել ենք պարտադիր բոլորի համար։ Այո, բոլորի համար, բայց բոլորի համար։ Այո, բոլորի համար, բայց իսկականից բոլորի համար։ Այո, իսկականից բոլոր նշանակում է բոլոր, այսինքն հիմա պատուհանից ում որ ցույց տանք իրանց համար էլա պարտադիր։ Այո, բոլոր նշանակում է բոլոր։ Մեր մոտ բոլորը գիտեք ինչ նշանակում։ Եկեք գնանք ցանկացած որոշում նայենք, ցանկացած օրենք նայենք։ Բոլոր նշանակում է բացի սրանից պարտադիր է բոլորի համար։ Պարտադիր է բոլորի համար, բայց բացի ունենք եւս 47 կատեգորիա, որը բոլորի մեջ չի մտնում։ Ինչու ու բոլորը լեգիտիմ։ Բոլորը լեգիտիմ, նայես, հա ոնց կարելի է, դե ամոթ չի, բայց օրենքը ամոթ չի, ես մարդկանց վրա տարածես։ Բայց բոլորի համար, բայց օրենքի գերակայությունը, օրենքի իշխանությունը, թափանցիկությունը բոլորի համար, բոլորը պետքա լինեն թափանցիկ, բոլորը պետքա լինեն թափանցիկ, իհարկե բոլորը պետքա լինեն, բայց 87 կատեգորիա, որ եկեք պետք չի իրանք լինեն թափանցիկ, որտեվ իրանք մեկա ցույց տալու բան չունեն։ Եթե մեկը ցույց տալու բան չունի, ինչի լինի թափանցիկ։ Հին պարզվում է, որ տենց գնում ենք, պարզվում է Հայաստանում 4-5 հոգի կա, որ բան ունի ցույց տալու, մնացած բոլորը դե խի պետք է բան ցույց տան, լավ 14, լավ 100, ասենք այս սենյակում նստածները եւ 1-2 ուրիշ սենյակում վերջ, պարտադիր, բայց պարտադիր է բոլորի համար։ Բայց ընդ մի հատ անցումային դրույթ կա, որ դե 1200 տող կատեգորիայի համար դա չի վերաբերվում նրանց ամեն ինչը։ Սենց պետություն չենք դառնա սենց մենք։ Չենք դառնա ու դրա համար էլ չենք դառնում։ Ամեն ինչը։ Մեր մոտ ամեն ինչը պարտադիր, ընդ որում ամեն ինչի մեջ կա։ Քրեական օրենսգրքում գրած է, չի մեկական կատեգորիաներ, որ դա իրանց չի վերաբերվում։ Քրեական դատավարության օրենսգրքում, քաղաքացիական երթևեկության կանոնների մեջ երթևեկության կանոնը վերաբերվում է նրան, ով կռուտոյ չի։ Էդ էլ նայած, մարդ կա, որ արագության խախտման կռուտոյ է, բայց լուսացույցի տակ կանգնելու դեպքում կռուտոյ չի։ Եվ այդպես շարունակ։ Դրա համար է օրենքի նկատմամբ մեր երկրում էսա վերաբերմունքը, որովհետև դե թե օրենք ստիպված ես, ուրեմն ինչքան էլի, ինչքան այս կյանքում չունես բան արած, վաստակած, որ ստիպված ես օրենքով ապրել էլի։ Ոնց այս կյանքում բայց դպրոց, մանկապարտեզ, բու, աշխատավարձ, վերջը քուչա կա, վերջը բան կա, ծնունդ կա, այդքան չունես քո կյանքում արած, որ բան ունենաս, բացառություններ ունենաս։ Ոստեղ խնդրեմը ես բանից գրում եմ, ես
Էստոնիայից գրառում եմ անում, Տալինից։ Նայում եմ, ասում եմ, ոնց կարա էլի քաղաքը սենց բան լինի։ Հələ այնց բան էի գրել, այդ խեղճ էստոնացիք արդարանում էին, ասում են, դե գիտես գարունա բանա, երևի տեսել էին գրառումները, որ ասում են, դե գարունա բան, տենց մի քիչ լավ է մաքրած էլի։ Նկատում են, այնքան վատ էին զգում, որ տենց ես տենց ուժեղ տպավորության տակ եմ մնացել, թե ոնց կարա քաղաքը այսքան մաքուր լինի։ Պատկերացրիք, չէ՞։ Ասում են, դե գարունա բանա, հիմա մի քիչ շատ է մաքրված էլի, դե տենց մեր ամառ աշնան դեմը այսքան մաքուր չի լինի, ասենք մարդիկ նեղվել էին, որ ես մարդ ա եկե ուրիշ երկրից եւ տենց տպավորվել է։ Մեր արձագանքը, ինչ եմ գրում, ասում եմ, քաղաքը սենց մաքուր կարա լինի այն դեպքում, եթե մաքրողը երբ որ մաքրում է, հետևից կեղտոտողի պակաս կա։ Այսինքն հետևից կեղտոտողի պակաս կա։ Այսինքն մաքրելուց հետո քիչ են այն մարդիկ կամ չկան, որ ծխում գցում են, բան ուտում գցում են, խմում գցում են, ուղակի գցում են։ Ասում եմ, էստոնացիք վատ են զգացել, ասում են, գարնանային աշխատանքներ են արված, տենց համընկել է։ Մեր արձագանքը քաղաքապետը, նախարարը, վարչության պետը, բանը, այն ժեկի պետը, այն ժողովուրդ ինչքան կարելի է, վայ այսօր չեմ բերե բանի, Մեսրոպ Մաշտոցի այդ առակացի առաջին, ինչքան կարելի է սենց բան անել։ Պտտվել անընդհատ կողքով շրջանցել իրականությունը։ Ես չեմ ասում Հայաստանի պաշտոնյաները լավն են, ես ասում եմ քաղաքը կարա մաքուր լինի, մենակ այն պարագայում, երբ որ մաքրելուց հետո շպրտողները, աղբը թափողները եւ ծխել գցողները քիչ են։ Չէ, բարձ բան եմ անում։ Կարանք էքսպերիմենտ անենք, հիմա գնամ գրառում անեմ, բացենք տենենք տակը ինչ է գրած։ Քաղաքապետը, վարչապետը, նախարարը, ժողովուրդ ինչ կապ ունի։ Ես եմ մեղավոր, որ մենք ծխում գցում ենք, ես 2004 թվականից չեմ ծխում։ Կներեք, սենց էլի կես ժամանոց սեղում արի, բայց դե այն, որ ասում են, այսքանից հետո համեցեք վարան։